Սիրելի իմ ժողովուրդ, խոսում ենք ելակի մասին, բայց լսեք մինչև վերջ։ Ելակը բոլորս գիտենք, որ կալորիայով չափից ավելի կարելի ասել 100 գրամի մեջ 46 կալորիա, եթե ուզում եք նիհարեք, եթե ուզում եք նյութափոխանակությունը լավացնեք, եթե ուզում եք ձեր ընդհանուր վիճակը լավացնեք, ապա պետք է ուտեք ելակ եւ կա ելակի դիետա 5 անգամից ընդամենը 200 գրամով եւ ջրի անպայման չափաբաժինը պահելով 1.5 լիտր ջուր։ Քաշն եք պակասեցնում եւ ամենակարևորը ձեր տրամադրությունը լավանում, որովհետեւ այն նաեւ բարձրացնում է տրամադրությունը, որովհետեւ սինթեզում է երջանկության հորմոն։ Բայց այսօր մենք կանենք երկուսը մեկ տեղում, ինչպես վերցնում ենք իհարկե ելակի այս կորիզային մասը, վերցնում ենք այսպես եւ շարում հողի վրա։ Ահա, ես շարեցի հողի վրա։ Իսկ մնացածը իհարկե մնացած այս հատմատը ուտում ենք, ներսում ենք հաջորդները և նաև ինչ ենք անում, որպեսզի հետագայում մենք ունենանք նաև մեր բնակարանում կլուբնիկա, ելակ, հենց մեր պատշգամբում մի փոքր շերտով լցնում ենք հողը, ծածկեցինք, ծածկում ենք այնպես, որ կորիզները լրիվ ծածկվի և ջրում։ Իհարկե, եթե դուք ունեք հնարավորություն ձեր պատշգամբում աճեցնելու, այսինքն եթե ունեք պատշգամբ, ապա ձեր պատշգամբում աճեցրեք ելակ և այն ելակը, որը իհարկե ավելի համեղ է, ավելի հոտավետ և ամենակարևորը քաղցր։ Որոշ ժամանակ անց մենք ունենանք ելակ մեր ձեռքով աճեցրած։ Եղեք առողջ իմ շատ սիրելի ժողովուրդ, սկսում ենք նաև գյուղատնտեսություն։